Թանկագիններս, ես հարցեր եմ ուղղելու մեր ավակներին եւ իրանք կպատմեն մի քիչ իրանց կյանքի վկայությունը։ Այսօր մենք կտեսնենք, կլսենք հրաշքներ, ընդ որում մենք կտեսնենք հրաշքի մեդալի երկու կողմերը։ Այնքան կարևոր է հաճախ, որպեսզի տեսնենք հրաշքը նաեւ այնտեղ, որտեղ միգուցե ուրիշ ժամանակ չենք փնտրում եւ չենք տեսնում, որ դա նույնպես հրաշք է։ Բայց դա այնքան ակնհայտ հրաշք է, որ պետք է դա տեսնել եւ նույնպես դա վկայել։ Ես կխնդրեմ, որ նախ եւ առաջ Քրիստինա ջան, Սեդա ջան, Լարիսա ջան, հիմա կարճ ներկայացնեք ձեզ արդեն ինչքան տարի է որ դուք ապաշխարել եք, եկեղեցում եք, ինչքան տարի է որ արդեն ծառայում եք, ավակեք, խնդրեմ։ Ես ապաշխարել եմ 2004 թվականին։ Առաջին իմ ավակը եղել է Գորը Մկրտչյան։ Ծառայել եմ տարբեր տեղեր, տարբեր ծառայությունների մեջ, բայց ավակ եմ արդեն 19 տարի։ Արդեն 19 տարի։ Սեդա ջան, խնդրեմ դու ներկանաս։ Ես էլ ապաշխարել եմ 2003-ին, բայց ուրիշ եկեղեցում, իսկ կյանքի խոսք եմ գալիս 2010 թվականից, հավաք եմ 12 տարի։ 12 տարի։ Այո։ Լարիսա ջան, իհարկե քեզ շատերը ճանաչում են, բայց խնդրեմ դու էլ ներկայացնես։ Ես ապաշխարել եմ 91 թվականին Կարլ Գուստավի ժամանակ, որ եկեղեցին մի 100 հոգի ելնել չլներ։ 33 տարի ավակ եմ։ Շատ լավ։ Քրիստինա ջան, հարցը ուզում եմ առաջինը քեզ ուղղել։ Ասեմ, որ օրինակ Քրիստինան ինքը բոլորն էլ շատ հրաշալի լավ ավակներ են։ Քրիստինան ինքը նաև մասնագիտությամբ մոդելավորող է, ատելյեի փոխտնօրեն է աշխատում, բայց իր կյանքում եղավ մի փուլ, երբ որ ինքը տիրոջը եկավ, որ ինքը հանդիպեց օրինակ հալածանքի իր ընտանիքում։ Եվ դա գիտեք, երբեմն ամենացավոտ բաներն է մարդու կյանքում լինում, երբ որ դու գտնում ես Աստծուն քո կյանքում, Հիսուսին, քեզ ուզում ես արդեն երջանիկ զգալ եւ մեկ էլ հակառակությունները գալիս են։ Քրիստինա ջան, մի փոքր կներկայացնես ինչպես ստացվեց, երբ որ դու եկար եկեղեցի, տիրոջը գտար, բայց միևնույն ժամանակ հակառակություն եկավ քո կյանքում։ Երբ որ ես ապաշխարեցի, գնացի սկզբում խմբակ, հետո իմ ամուսինը իմացավ, որ ես գնում եմ, ասեց ինձ հավատացյալ կին պետք չէ, ու մենք բաժանվեցինք։ Եվ մենք այդ օրը խմբակ ունենք, ես գնացի խմբակ եւ այդ օրը խոսք եղավ։ Աղոթում էին բոլորը, ես մտա արդեն աղոթքը սկսվել էր, որովհետեւ այդ վիճաբանությունները եղես մի փոքր ուշացել էի։ Ու ժամանակ Գորն էր աղոթում, բոլոր աչքերը փակ աղոթում էին ու ասեց ձեզանից մեկին Աստված ասում է մի վախեցի իր համար, ինքն էլ է գալու։ Նորից եմ ասում մի վախեցի, ես եմ քեզ խոսք տալիս, ինքն էլ է գալու։ Դրանից հետո շատ դժվարություններ եղավ, հենց ինքը ամենաշատը ինքն է ինձ հալածել, ամենաշատը։ Եղել է թողել է դրսում, տարիներ շարունակ խմբակից եկեղեցուց գնալուց իմացել է, որ դրսում գալիս եմ եկեղեցուց եմ գալիս, փակել է դուռը եւ չի թողել ներս գնամ։ Եվ կապ չուներ ցուրտ էր, վիրահատված է եւ այլն տարբեր։ Բայց փառք Աստծուն, հետո ինքը ապաշխարել է, այսօր ծառայում է եկեղեցում եւ ինքն է վկայում Հիսուսի մասին։ Փառք Աստծուն, այսօր ամուսինը ծառայում է եկեղեցում, սիրելիներս, բայց ժամանակին տանդուրը չէր ուզում բացել, որ իր կինը ներս մտնի, որտեղ գալիս էր խմբակից, եկեղեցուց եւ այլն։ Ու դուք պատկերացնում եք, ես մտածում եմ, եթե Քրիստինան հանձնվեր հենց սկզբից եւ ասեր, չէ, ես կմնամ ամուսնուս հետ, միայն թե ընտանիքս պահպանեմ, ամուսնությունս, բայց տեսեք, ասենք ինչ կլիներ դրա հետևանքը, բայց այսօր նա շահել է նաեւ իր ամուսնուն եւ նրանք միասին Տիրոջն են ծառայում։ Քրիստինա ջան, բայց կուզենամ, որ մի փոքր ներկայացնես, տեսեք, խոսք է եկել քո կյանքում, որ մի վախեցիր, նա կլինի։ Նշանակում է էմոցիաներ կային, նշանակում է անհանգստություններ կային, չէ՞։ Ոնց էիր կարողանում հաղթահարել այդ ամեն ինչ, ինչն էր օգնում քեզ։ Խոսքը, որ արդեն ունեի խոսքը, ես գիտեի, եթե Աստված է խոսք տալիս, ուրեմն դա լինելու է եւ դա 14 տարի հետո տեղի ունեցավ, 14 տարի։ Իսկ այդ միտքը քեզ չէր ճնշում, որ եթե ամուսինդ գնա, դու մենակ ես մնալու։ Չէ, ես մենք արդեն բաժանվել էինք, ես գնացել էի խմբակ։ Չէ։ Այդ համարձակությունը լիներ բոլորի մոտ, էլի, որ ոչ մի մանիպուլյացիաների չտրվես ու Աստծուն հավատարիմ մնաս ու ասես միևնույն է ես Հիսուսի հետևից եմ գնալու։ Ես Սեդային եմ ուզում հիմա հարց ուղղել։ Սեդա, ես գիտեմ, որ դու մի ընտանիքից ես, որտեղ ծնողներդ կրթության, գիտության մարդիկ են,
ու աթեիստ են եղել իրենց համոզմունքներով, որ մտածել են ինչ Աստված, ինչ փրկություն, ինչ հավիտենական կյանք, եւ իրանք քո համար էլ ունեին այդպիսի պատկերացում ապագայում, որ դու կմեծանաս, գիտության մարդ դառնաս եւ այլն, կրթություն ստանաս, բայց հանկարծ նրանք հանդիպում են այդ փաստին, որ դու դարձել ես հավատացյալ։ Մի քիչ կնկարագրես այդ ժամանակները ինչ էր կատարվում քո կյանքում։ Մենք եկեղեցի գնում էինք թաքուն։ Մեր հայրս գնում էր Էջմիածնում պատերի մոտ կանգնում էր, մենք մտնում էինք այդ մեր արարողությունը անում էինք, դուրս էինք գալի։ Հետո ես 4 տեղ բարձրագույն սովորել եմ, հորս հետ աշխատել եմ եւ այնտեղ հանդիպել եմ ամուսնուս, որը հավատացյալ էր։ Ու առաջին իսկ բառը, որ ինքը հավատացյալ է, այդտեղ էլա պատճառը, որ ես ուշադրություն եմ ուղակի դարձրել իրան։ Հետո որ եկավ, որ պետք է ամուսնանանք, ոչինչ չուներ, բացարձակ ոչինչ չուներ, նույնիսկ երևանցի էլ չէր։ Այս մայրս ասում է, նա ոչինչ չունի, աշխատանք չունի, ասում եմ հավատացյալ է, ասում է, լսի, ծնողներ էլ չունի, ասում եմ հավատացյալ է, ոչ մի բան չունի, ասում է, բա ով է ձեզ պահելու, ասում եմ, Աստված։ Դրանից հետո իսկապես որ հանկարծ խնդիր էր լինում, մամաս ասում էր, դե թող ձեր Աստված, ասում եմ, մամ, տես իմ Աստված արեց, մամ, տես այս հրաշքը իմ Աստված արեց։ Ու մի մեծ հրաշք էլ եղավ առողջությանս հետ կապված, մայրիկիս հետ գնում ենք վիրահատվելու համար, գիտենք, որ խնդիր ունեմ, լեղապարկի, գնում ենք վիրահատվելու համար, մայրս պետք է գնար Ամերիկայից գումար ուղարկեր, որ ես վիրահատվեի, ուղղակի ուզում էինք ճշտեինք ինչ վիրահատություն, ինչքան գումար է։ Բժիշկը նայում ասում է, ձեր լեղապարկը վիրահատված է։ Ասում եմ ոչ։ Ասում է, բա ուր է։ Ասում եմ, դե դուք եք նայում, ես ինչ իմանամ ուր է, ինչը որտեղ է։ Ես վիրահատված չեմ։ Մի խոսքով տենց մի թուղթ ունեմ, որտեղ գրված է, որ անհապաղ վիրահատությունը անհրաժեշտ եւ մի հատ թուղթ էլ վերջում եղավ, որ ինձ վիրահատություն պետք չի, որտեվ վիրահատված եմ, պարզվում է։ Ու դուրս ենք եկել, մայրս ասում է, տեսար, քո Աստված քեզ բժշկեց, ասում եմ, ամեն մամ, իմ Աստված ինձ բժշկեց։ Աստծո հումորն է, չէ՞, նաև դրսևորվում։ Ասենք երկու թուղթ ունեն ասել եւ որ ասում է որ պետքա վիրահատվես եւ մյուսը որ դու կարիք չունես, որովհետեւ վիրահատված ես։ Իրականում գիտեք Սեդայի կյանքում էլ այսպես որ նայում եմ, տեսեք, ուներ պաշտոնավոր հայր։ Դու գիտեք դեռ կոմունիստական տարիներից դա ինչ էր նշանակում, երբ որ դու կուսակցական գործիչ ես, ամեն ինչ կարող է սպառնալ քո պաշտոնին եւ այլն, ինչպիսի խիստ պահանջներ կան տանը։ Սեդան էլ այդպես լավ, բարձրագույն կրթություն ստացած անձնավորություն, որ կարող էր նաև մտածել, որ իր ապագայի համար դռներ են բացվում, ինքը կարող է աշխատել, մեծ բարձունքների հասնել, բայց գիտես, մեկ էլ Աստված այցելում է քո կյանք, Աստված այցելում է եւ այն մարդիկ, որոնք որ քո ամենահարազատներն են, մտերիմներն են, որոնցից դու քո կյանքում կարող պետքա սպասես ամենայն աջակցություն եւ այլն, հանկարծ նրանք սկսում են քեզ հակառակվել եւ հալածել, ոնց է իր անցնում այդ ժամանակները։ Ճիշտ ասած շփտալով, հետո էլ աղոթելով սենյակումս, ուրիշ ոչ մի բան չէր մնում, որովհետև ծնողներին հակաճառել չի լինում, չի կարելի։ Շփտում էի, ասում էի Կերևա, ամեն ինչ Կերևա հետո։ Ու Փարք Տիրոջը հայրս երկնքում է հիմա, ապաշխարեց նոր գնաց երկինք, ու իսկապես երևում է։ Ամեն քայլի իմ աշխարհիկ ծանոթները ասում են, «Էս Աստված էս ինչ արեց քո կյանքում»։ Փարք Տիրոջը։ Փարք Աստծո, մի դեպքում հալածող ամուսինը դարձավ եկեղեցու ծառայող, մյուս դեպքում հայրը, որ այդքան հալածել էր, ընդունում է Տիրոջը եւ գնում է երկինք։ Ամեն, եկեք փառք տանք Տիրոջը այս պատմությունների համար։ Մինչև ես կանցնեմ խոսքը տամ Լարիսային, ուզում եմ նաև Քրիստինա ջան քեզ հարցնել։ Քո կյանքում նաև դու հրաշք ես ունեցել բժշկության հետ կապված։ Մի փոքր կներկայացնես քո խնդիրը, ոնց իմացար դու դրա մասին ու ինչ էին ասում բժիշկները ու այդ ժամին ինչ հասկացար, ինչի միջով ես անցնում։ Ուղղակի ատամիս ինչ որ բաներ փոքվել, երևի թե։ Ու գնացի ատամի բժշկի, նայեցին, ասեց, պետքա պլոմբ անենք ուղղակի։ Բայց ես ամբողջությամբ թմրել էր, ես չէի զգում, անզգայացած էր ավելի շատ։ Նայեց, ասեց, ուղղակի պլոմբ է պետք է վերջ։
ասեցի, սրսկեմ, ինքը ասեց, ասեցի, չէ, պետք չի սրսկեք, որովհետև անզգայացած է, իմաստ չունի սրսկելու, ասեց թույլ տուր հասկանամ, անզգայացած է, թե թմրած, ասեցի, չէ, ես ոչինչ բան չեմ զգում։ Ասեց, այդ դեպքում ես ոչինչ բան իրավունք չունեմ անելու, վաղը կգա առավոտյան Միքայելյան հիվանդանոց եւ այնտեղ դիմածնոտային ռենտգենով կպարզենք, թե ինչ է։ Ռենտգենից հետո պարզվեց, որ իմ ծնոտի վրա կա ուռուցք եւ շտապ վիրահատություն նշանակեցին։ Վիրահատությունից հետո դա 2013 թվականն էր, մարտի 15-ին։ Վիրահատությունից հետո ասեցին գնա տուն, մի քանի օրից կգաս, որպեսզի կողի ոսկորից անեն, տեղադրեն, նախապես ասենք, որ վիրահատությունը լինելու է դրսից, բերանը թեք է մնալու, այդ կարերը երևալու են։ Ես լսում եմ, ասում եմ, չէ, չեմ ուզում իմ մեջ, ես չեմ համաձայնում, գիտեմ, որ կա խնդիր, բայց չեմ համաձայնվում։ Եվ վիրահատությունից հետո գալիս եմ տուն, բայց այդ 2 օր հետո գալիս եմ եկեղեցի, այն ժամանակ Էմանուել եկեղեցի էին գնում, 2 օրվա ընթացքում իմ աչքը փակվեց, ականջս էլ չէր լսում, դե ոսկորս դուրս էր եկել, ու ես սենց եմ գնացել եկեղեցի, մի կերպ մտել եմ եկեղեցի, ճանապարհին աղոթելով գնում եմ, ասում եմ, Տեր, ես գիտեմ, որ դու ինձ հետ ես, բայց բավական է մի խոսք, որ ես հասկանամ, որ ես հաղթելու եմ քո հետ միասին։ Հասանք Համալիրի մոտ ու մի հատ տաքսի եկավ կանգնեց մեր դիմացը, գրված էր Հիսուսը սիրում է քեզ։ Ես հասկացա, ասի շնորհակալ եմ Տեր, ես հասկացա։ Որովհետև սիրո պատճառով նա խաչվեց եւ ամեն դժվարություն, ամեն հիվանդություն խաչի վրա է, դա հասկացա, որ ես բժշկվելու եմ։ Ու գնացինք եկեղեցի, այդ ժամանակ Շվեդիայից հովիվ էր եկել ու բժշկության ծառայություն էր։ Ամենավերջում հովիվը ասեց, հովիվ Բագրատը ասեց, մոտեցեք, հանեք ձեր հագուստները ու դրեք այս սեղանների վրա, որպեսզի աղոթք անենք, որովհետև հովիվը ուշանում է, ինքան հատական չի աղոթելու։ Ես մոտեցա, ասեցի, որ խնդրեմ ինձ համար չեն աղոթի, ասեց, չէ, ինքը ուշանում է։ Բայց եթե քեզ համար տարբերություն չկա, ուրիշ հովիվ կաղոթի։ Ես իհարկե տարբերություն չկա ինձ համար, թե ով կաղոթի։ Ու խնդրեց, ասեց, մի հատ այս աղջկա համար թող աղոթեն, բայց գիտեք ոնց էր, ես սենց փակել էի դեմքս, որ չերևար, որտեղ հենց խոսում էի, արունը կաթում էր, որ մարդիկ չտեսնեին։ Մոտեցա ու ինձ մոտեցավ հովիվ Մարատը։ Ես սենց անկախ ինձանից իմ մոտ ժպիտ է եկել, Սուրբ Հոգին ինձ ուղղակի սենց ծիծաղեցնում է, ես հազիվ եմ խոսում այդքանը։ Ասում եմ, ինչ է պատահել, ասում եմ, գիտեք ինչ, ինձ 2 օր առաջ վիրահատել են ու 10 օրվա կյանք են տվել։ 10 օրվա կյանք, սիրելիներ։ Պատկերացնում ես վիրահատությունից հետո դու լսում ես բժիշկների եզրակացությունը, որ քեզ ընդամենը մնացել է 10 օր։ Ու հովիվը ասեց, ինչ, նորից եմ ասում ավելի ժպտալով, ես միշտ պատմելուց ասում եմ, ասում եմ, բա ինչի վրա ես ծիծաղում։ Ասեց հավատում ես, ասեցի հավատում եմ հովիվ ջան, որ այստեղ կանգնած եմ։ Աղոթք արեց ու ասեց շնորհակալ եմ Տեր, մենք ունենալու ենք վկայություն։ Երբ որ ես դուրս եկա, արդեն ճանապարհին ես լսում եմ ոսկորի ձայնը, թե ոնց է հետ գնում ու սկսեց իմ այս հատվածը զգալ։ Մի քանի օր հետո, որ ես պետքա գնայի բժշկի, որպեսզի տեսնեին ինչ են անում։ Ես ճանապարհին աղոթելով գնում եմ ու ասում եմ Տեր խոսա բժշկի բերանով խնդրում եմ ես ուզում եմ ապրեմ դու գիտես միայն քո փառքի քո գործ անելու համար չեմ ուզում դատար կանգնեմ քո առաջ ուղղակի խնդրում եմ խոսա բժշկի բերանով ես ուզում եմ ապրեմ երբ որ ես մտա հիվանդանոց դուռը թակեցի այնտեղ ուրիշ հիվանդ կար բժիշկն իրան հանեց ասեց դու արի ներս ես մտա ներս այդ վիրահատական սեղանին ինձ բարկացրեց ու սկսեց ստուգել, հետո նայեցին տարբեր բաներով ու ասեց, գիտես, մենք տարբերություն ունենք ու գնաց, սկսեց լվացվել, մեջքով է դեպի ինձ կանգնել, ասեց, գիտես, քեզ մի բան եմ ասում, ես երբևէ ոչ մեկին չեմ ասել, հիմա էլ չգիտեմ ինչի եմ ասում, բայց ասում եմ, գնա ու ապրի։
Ես խնդրում եմ, ես մի Տեր խոսի բժշկի բերանով, ես ուզում եմ ապրեմ, ինքնից պատասխանում ես, նորից Բժիշկը ասում է գնա ու ապրիր, ասում է չգիտեմ ինչի եմ սա ասում քեզ, առաջին անգամ եմ ասում, բայց ասում եմ գնա ու ապրիր։ Ու ասեց նորից եմ ասում, էլի չեմ հասկանում ինչ եմ ասում, գնա ու ապրի։ Ու պտտվեց եկավ, ասեցի դե հիմա ես պետքա ձեզ վճարեմ իմ նախկին վիրահատության գումարը, ասեց ինձ գումար պետք չի։ Ասում դու մեծ գումար է 3 ժամից ավել վիրահատություն եք արել, ասեց ինձ գումար պետք չի, դու կարող ես գնալ։ Եթե կա քո սրտում ինչ որ չափի գումար, դու կարող ես վճարել ու գնալ։ Ես դրեցի ու դուրս եմ եկել ուրախ ասում Տեր փառք ես իրականում ես աղոթում էի դրա համար հենց խոսի որպեսզի ես գիտեի որ ես բժշկված եմ բայց ամեն դեպքում բժշկական թղթերն էին պետք վկայությունը լիարժեք լինելու համար որպեսզի կարողանամ լիարժեք վկայեմ եւ կա այդ թղթերը կան թղթերը հիմա կան որ դու լիարժեք բժշկված ես դե մենակ այն որ դու ապրում ես եւ քո արտաքինից ոչինչ չի հուշում որ դու նման կարգի խնդիր ես ունեցել այն էլ դեմքի հատվածում Սա իրականում Աստծո հրաշքն է։ Ամեն։ Փառք Աստծուն սիրելիներս, որ այսպիսի հրաշքներ են լինում եւ գիտեք, որ նույնիսկ բժշկի բերանով Աստված կարող է խոսել եւ հաստատել ու քեզ կյանքի ուղերձ տալ, այսպես ասած։ Ինչ էիր զգում, երբ որ դու այդ ամեն ինչը լսեցիր ու հասկացար, որ հաղթահարել ես։ Ես մի բան հասկացա, որ իմ Աստված նորից հաղթեց։ Ես ոչ մի բան չէի կարող անել, անգամ բժիշկները չէին կարող անել։ Ես բժշկական ոչ մի կրթություն չունեմ, բայց մեր տան անդամներից կան, որ բժշկական կրթություն ունեն, բայց ես չէի հասկանում, բայց մի բան էի ասում, Տեր դու պետք է հաղթես, որպեսզի քո անունը փառավորվի։ Եվ դա այդ մեկը չի իմ վկայությունները շատ են։ Փառք Աստծուն սիրելիներս, ասեմ, որ Քրիստինան շատ լավ ավետարանիչ է եւ նաեւ իր գործի բերումով այնպես է ստացվում, նա տարբեր ոլորտի մարդկանց հետ է առնչվում ու վկայում է նաև իր կյանքից ու Հիսուսի խաչի մասին ու շատ մարդիկ Աստծուն են դառնում եւ հրաշալի է այս ամեն ինչը տեսնել, վկայել այս ամենի մասին Տերը շատ օրհնի Քրիստինա ջան։ Սեդա ջան, ես կխնդրեմ դու նույնպես վկայես քո հրաշքի մասին, որ կատարվել է քո տղայի հետ կապված։ Ուրեմն մենք 12 տարեկան աղջիկ ունեինք, 11 ու երեխա ասել էին այդ չեք կարող ունենալ։ Բժշկի մոտ գնացել էինք, ասել էին նույնիսկ եթե վիրահատվեք, ինչ որ 10% շանս թե ինչ։ Դրանից հետո Կարլ Գուստավը գալիս է, ասում է, այստեղ մի կին կա, որը մեծ երեխա ունի, ով ուզում է էլի երեխա ունենա, թող մոտենա։ Ես ճիշտն ասած չեմ սիրում առաջ գալ, կանգնած եմ իմ տեղում, բայց Կարլ Գուստավն է իր տեղում սպասում է, բոլորը եկել են առաջ, բացի ինձնից։ Հա Վերջ ընկերուհիս sense նայեց միթում ում ես սպասում առաջ գնա եկա այդ անկյունում կանգնեցի ձեռքը դրեց աղոթեց մի տարի հետո իմ տղան ծնվեց իմ տղան ճիշտ է մի քիչ ժամանակից շուտ ծնվեց մի 40 օր եւ շատ փոքրիկ էր չափսերով 1 կիլո 700 գրամ ում իրան տարան ռեանիմացիա ինձ դուրս գրեցին, չգիտեմ, մամաները հաստատ կհասկանան, թե դա ինչ է, դատարկ տուն գնալը, երեխային հետ հոգնել ինչ-որ միտեղ։ Ու ես տենց հուզված հովիվի հետ խոսում եմ, հովիվի կնոջ հետ խոսում եմ մեր տարածքային, այս հովիվիկին ասեց, ինչ ես լացում, մի 3 օրից երեխայի դուրս են գրել ու գնա տներդ կարգի բեր։ Ասի չեք հասկանում, այնտեղ ամիսներով են երեխա մնում։ Ուղիղ 3 օրից իմ տղային դուրս են գրում, ես պիտի իր սենյակը կարգի բերեի, դրա համար 3 օր մնաց։ Հա, երեխայից դուրս են գրում 8 ամսեկանում թեթև մրսածություն ունի, բայց քանի որ այդ մի քիչ վախացրել էր իր փոքրիկությունը մեզ, տանում ենք հիվանդանոց։ Հիվանդանոցում բացի իր մրսածությունից ինչ գոյություն ուներ հիվանդություն, այդ երեխային վարակվում է, թե ինչ է գալիս, բայց վերջնակետը լինում է նա, որ երեխայի ոտքը կաթեթեր դնելուց վնասում են ու ոտքը անզգայանում է։ Ու բոլոր ցուցումներով, բոլոր բժշկական թղթերով այդ երեխան ինվալիդ է արդեն, ոտքը բացարձակ չի աշխատում։ Ու երեխային դուրս են գրում 9 ամսեկան, ասում են դե 1.5 տարեկանից կսկսի հենել ոտքը, այն էլ ասում են նրա պատճառով, որ ես չբողոքեմ։ Բայց միջև որ ոտքը վնասել էին, ես հիվանդանոցից էլի իմ քույր եղբայրները, ինչ ճիշտ ես Հայաստանում քիչ բարեկամ ունեմ, բայց մի օր մենակ չեմ մնացել։
իմ բոլոր քույր եղբայրները իմ կողքն են եղել աղոթքներով, նույնիսկ սնունդ բերելով։ Հոբիվը եկավ, աղոթեց օգնականի հետ, ասեց մի լացի, ես երեխային 2 ամսից քայլելու, ասում եմ, ես էլ արդեն էմոցիաների մեջ ասում եմ, Հովիվ հասկանում ես ինչ ես ասում, նրա ոտքը չի աշխատում։ Այս մեր Հովիվն է համեստորեն ասեց ու լռեց։ Բոլորի համար պալատում աղոթեց, երեխայից դուրս են գրել, ամուսինս այդ ստրեսից թե ինչից թողեց գնաց Թիֆլիս, մայրիկի մոտ իրա։ Ես մնացել եմ մենակ 9 ամսեկան երեխայի հետ ու բացարձակ ոչ մի կոպեկ գումարով, որ այդ երեխային նույնիսկ կաթ առնեմ, այդ փոշին, հա։ Իմ եկեղեցու քույրը մեր փառաբանության բելան գալիս էր իմ երեխային նայում էր, այն դեպքում, որ ինքը նոր երեխա էր կորցրել։ Ինքը նայում էր իմ երեխային, ես գնում էի տատիկ էի պահում, կաթի փող էի աշխատում ու գալիս։ Ու ինձ ասել էին, այդ երեխան չպետք է նստի, չպետք է հենվի, որտեղ այդ ոտքը կարող է ընդհանրապես նույնիսկ տենց չմնա։ Բայց քանի որ մենակ էի, համ խադունոկ էի դնում երեխային, համ նստացնում էի, ինչ անեմ, պետք է իրան ուտելիք ապահովեմ։ Մի ամիս անցնում, ամիս ու կես, ես ուտելիք եմ պատրաստում, տեսնեմ երեխան բարձրացավ ու գնաց։ FaceTime եմ արել ամուսնուս Վրաստան, ինքն էլ փողոցում էր, չոքել է փողոցում ու լացում է։ Եկել է, տարել ենք բժշկի, այս բժիշկը նայում է, ասում է, «Ձեր երեխու թղթերն է», ասում եմ, «Հա»։ Ասում է, «Չգիտեմ ինչա, բայց այս երեխեն ոսկորները Աստված պահել է բոլոր ցուցումներով, ոսկորները քայքայված պետք է լինեին այդ երեխայի, որտեվ իր ոտքը 2 ամիս բորբոքված էր հոդերը ոտքի»։ Ասում է, «Աստված է պահել, այս երեխուն մեզնից հեռու պահեք, այս երեխան Աստծո պահած է»։ Բժիշկը, աշխարհիկ բժիշկը։ Ու այդ երեխուն մի անգամ էլ եմ տարել այդ նույն բժշկի մոտ ու ինքը վրաս մեզ հիշեց, ասեց չեմ ասում իրան մեզնից հեռու պահի, լույսը վրան է այդ երեխայի, տար իրան այստեղից։ Ու մինչև օրս Աստված էլի շատ հրաշքներ է իր կյանքում արել, ու ինքն էլ բոլորին ասում է Հիսուսը արեց, իմ համար աղոթեցին, Հիսուսը արեց։ Հիմա ասեմ, որ իրականում այդ երեխան Հիսուսի մասին պատմում է ամենտեղ, իրական ոնց որ ավետարանիչ լինի։ Այդ տարիքում արդեն ավետարանիչ է, իրոք Աստծո պահածն է, հրաշալի է լսել ես վկայությունները։ Ասեմ ավելին ժողովուրդ, այդ տղայիցս հետո մի տղա էլ եմ ունեցել, որպես բոնուս։ Փառք, գիտեք, ամեն դժվարությունների մեջ, գիտես, երբ որ լսում ես երեխայիդ հետ կապված խնդիր կա, երբ որ ամուսինդ կողքիդ չի, երբ որ ամեն օր պետք է պայքարես ապրուստի համար, մնացած ամեն ինչի համար, բայց հրաշալի է, որ դու ունես եկեղեցու նման ընտանիք, քույրեր, եղբայրներ, որոնք կարող են այդ ժամանակ նաև քո կողքը լինել, ուզում եմ ասեմ, սա էլ է հրաշք սիրելիներս, երբ որ մենք կարող ենք իրար կողք լինել, մեր սերը ցույց տալ, ծառայել մեկս մյուսին, ամեն մեկս մեր ուժեղ կողմին, մեր կողքինի տկարությանը ծառայել եւ զորացնել։ Գիտեք, սա նույնպես եկեք մենք չանտեսենք, սա նույնպես հրաշք է եւ մենք դա ամեն օր պետքա ցույց տանք մեր կողքիններին։ Տեր օրհնի, ես հիմա ուզում եմ խոսքը տալ Լարիսա քրոջը, որպեսզի ինքը ներկայացնի, ես ուզում եմ հիմա հրաշքի մեդալի երկրորդ կողմը նույնպես մենք տեսնենք եւ հասկանանք նաեւ այդ հրաշքը։ Երբ որ դու երեխա ես ունենում, երբ որ դու հասկանում ես, որ ինքը խնդիրներով երեխա է, հենաշարժողական խնդիրներ, խոսակցականի հետ կապված խնդիրներ ունենալու եւ այլն, եւ ինքը անվասայլակի վրա է լինելու, ու գիտեք, երբ որ դու հասկանում ես, չի բժշկվել երեխան, այդպես ու դու պետքա մեծացնես, ու սա գիտեք Լարիսա քրոջ եւ Մոնիկայի պատմությունն է։ Մոնիկան, որը վերջերս լրացավ նրա 50-ամյակը, մենք հրավիրված էինք կնոջս հետ միասին նշելու, տարածքային մեր Արսենը Հայրապետյանյանն, որպեսզի նշենք 50-ամյակը, այնքան ուրախ մթնոլորտում այդ Հոբելյանը անցավ եւ ես հենց նայում եմ կյանքով լցված Մոնիկան, շատ տաղանդավոր անձնավորություն, գիտեք, շատ հոգևոր, Աստծո խոսքին քաջատեղյակ, աղոթող անձնավորություն, բայց գիտեք, այո, այդ խնդիրները չեն վերացել իր կյանքում եւ 50 տարի դու քո զավակին մեծացնում ես տալով քո սերը, այդ սրտացավությունը,
այդ ամեն բան, ու սա այն է, ինչ որ տեղի է ունեցել Լարիսա քրոջ կյանքում։ Ես ուզում եմ Լարիսա, որպեսզի մի փոքր ներկայացնես, ինչպես որ դու իմացար այդ ամեն ինչը, հետո ինչը քեզ օգնեց, որպեսզի այդ ամբողջ այդ 50-ամյա այս ճանապարհը այդպես անցնել։ Ինձ օգնել է միայն Հիսուսը։ 90 թվին ամուսինս մահացավ, 91 թվին ես եկա հավատքի, ապաշխարեցի, եկա հավատքի։ Տղես 12 տարեկան էր, Մոնիկան 16 տարեկան էր։ Սե Աստված ջան, ես ինչ եմ անելու։ Հետո Հերմինեն եկավ ասեց, որ Գուստավն եկե, սենց քարոզում է, ինչ որ բուժումներ Աստված իր միջոցով անում։ Գնանք, ասի գնանք, գնացինք օպերա։ Լալի չտվին, մնացինք այդ տարածքում։ Ու всё, ես հույսս դրի Հիսուսին, ու մինչև այսօրը Մոնիկան իմ խմբակում է, ինքն ու տեքորս աղջիկա մի աղոթքա խումբ են, մյուսն է էլի ունեմ աղոթքա խումբ, մեծերն են անշտեն, նրանք է 70+ են։ Ու Մոնիկան համ ռուսերեն է կարդում, համ հայերեն, իր խելքը շատ լավ է, բայց ֆիզիկապես իրան պետք է պարկացնես, հանես, զուգարան դնես, ուտացնես, չի կարա, իր դիագնոզը տենց է, սպազմաներ ունի, չի կարա բռնի, բայց գիրքը սենց բռնում, սխմում է դոշին ու կարդում է։ Շատ դժվար ենք անցել, բացի դրանից ինքը երեկամների պրոբլեմ ունի։ Երկու պոչկիներն է քարեր են, վատ էր իր բաները, անալիզները, բժշկին մոտիկացա, ասի բժիշկ մի բան ասա, անեմ, այս երեխու սենց է, մի 2 տարի առաջ է եղել։ Սենց նայեց անալիզնից, շուտ տարեք վիրահատեք։ Ինչը վիրահատեմ, հանեք պոչկին։ Նենց ասեց, ոնց որ թե всё երեխան վաղը մյուս օրը կմեռնի, չկա։ Չհայնացած դուրս եկա, հիմա պոլիկլինիկայից մեր տունը, նոմի 5 րոպե է ոտքով։ Անենց աղոթելով գալիս եմ, ասի Աստված ջան, իրանք բան չեն հասկանում, մի բան ասա։ Ես անեմ այս երեխուս համար 2 բառ ջրին կապի։ Այ մարդ ասի, սրան ո՞նց ջրին կապեմ, ո՞րն է ջրի կապելը։ Եկա տուն, մյուս օրվանից սկսի ամեն առավոտ մինչև այսօրս 300 գրամանոց բաժակով ինքը ջուրա խմում գոլ։ Ամեն կես ժամը 3-4 բաժակ խմում է։ Մի քանի ամիս անցավ 6 հատ քար։ Եկավ պոչկիների ծնգավ։ Ով որ ունի այդ պրոբլեմը, իրան գիտեն ինչ բան է այդ քար ընկնելը երեկամներից, անտանելի ցավերով, ոչ մի ցավ։ Հիմա բրծել ենք դրանից, երեկամները չի բանանում, հիմա մի քիչ եղանակը տականատանեմ սոնոգրաֆիայի, տեսնենք ինչ վիճակ է իր պոչկիները։ Բացի դրանից շատ բաներով ենք անցել ու ինքը շատ ուժեղ է։ Եթե մի տեղը ցավում է, ինքը չի ցույց տալիս, չի ընկճվում, աղոթքներ ենք անում, մեկը սենց է, մի բան արա, շատ է ցավում։ Ասում եմ Մոնիկա, դու ինձ ասա, ցավում է, որ ես իմամ, ասում է չեմ ուզում ասեմ, որ դու չնեղվես, որ չես ասում, ես ոնց կարամ քեզ օգնեմ։ Այսինքն մեր կյանքը անցնում է։ Գիտեք, թանկագիններ, ինչ եմ այստեղ ուզում շեշտադրեմ եւ առանձնացնեմ։ Սա նույնպես քրիստոնեական ճանապարհի մասնակազմում։ Գիտեք, քրիստոնեական կյանքում միշտ չի ամեն ինչ, որ պատկերացնում ենք sense սահուն, միայն վարդագույն գույներով ենք պատկերացնում ամեն բան։ Քրիստոնեական կյանքում էլ կան խնդիրներ, որոնք դու կարող ես ամեն օր հաղթել, պետք է ամեն օր հաղթես, հաղթահարես եւ ապրես եւ ինչպես որ գրված է վաղվա օրվա համար ուրախ լինես, լավատեսություն ունենաս, ու ամեն անգամ երբ որ ես Լարիսա քրոջը տեսնում եմ, որ գիտեք ծնողներ կան, որոնք հենց իմանում են իրանց երեխան ինչ-որ խնդրում է, մտածում են ոնց կարող են հրաժարվել եւ ազատվել այդ երեխայից, բայց դու այնպես սիրես քո երեխային, այնպես վերցնես իր խնդիրներով, իր բոլոր դժվարություններով հանդերձ, հասկանալով, որ գիտես քո կյանքը նախկինի պես չի լինելու, որ դու արդեն քո կյանքով պետք է հարմարվես քո երեխայի այդ առանձնահատկություններին, լրիվ ուրիշ խնամք է դա պահանջում, լրիվ ուրիշ վերաբերմունք, ու գիտես ցույց տաս Աստծո սերը, սրտացավությունը ամենօրյա քո կյանքում։ Դա այդպիսի ճանապարհն է, որը որ 50 տարի է անցնում է Լարիսա քույրի։ Հիմա մի բան ասեմ, երբ որ 60 տարեկան ես եղա, ասի Աստված ջան, ինչի եմ ապրել, вообще ինչի եմ ծնվել, ինչի համար։
Ոչ տեղ կարամ գնամ առանց իրան հետ է հնարավոր չի, ոչ կհանգստանաս, ոչ ոք։ Ասում մեքենան, որ մեքենա է, ռեմոնտի է կանգնում, բայց ես կան տարի է գոնե, ասի ինչի եմ ծնվել, ասեց իրա համար, վсё, դրանից հետո հարց չունեմ։ Ինչքան ուժ, չէ, ինչքան համբերություն ու ինչքան սեր ու սրտացավությունը սա պահանջում սիրելիներս։ Լարիսա քույր, ուզում եմ ասեմ, դու այնքան լավ օրինակ ես այս առումով։ Իհարկե, Լարիսա քույրը շատ հրաշքների, բժշկությունների վկայություն ունի իր կյանքում, որ եթե հնարավորություն տա ինքը կվկայեր, բայց ես այնքան էի ուզում, որ ինքը վկայի հենց Մոնիկայի հետ կապված, իր անցած այս ճանապարհի հետ կապված, եւ ես սրանով ուզում եի մենք տեսնենք հենց հրաշքի մեդալի երկրորդ երեսը։ Ամեն, երբ որ միշտ չի, որ կարող է բժշկություն լինում, միշտ չի, որ մեր պատկերացրած հրաշքն է տեղի ունենում եւ դու ազատվում ես խնդրից, բայց դու սովորում ես ամեն օր հաղթել, ամեն օր լավատես լինել, ամեն օր Աստծո հավատքով առաջ շարժվել։ Ինձ ասում էին հանձնի 4 տարեկան էր ինքը։ Ոչ ես, ոչ ամուսինս։ Մի օր չենք ուզե, ոչ է հավատքի մեջ էինք։ Հետո որ հավատքի եկավ, այսի Աստված ջան, ինչ լավ է, որ չուզեցինք հանձնել իրան, ոնց հանձնես, քո երեխեն է։ Ասում էին հանձնեք, ինքը չի լավանա, բայց հենց հավատքի եկանք, մենք մարգարեություններ ունենք։ Լեոնիդ մարգարեացել է, մեր հովիվը մարգարեացել է, դրսից գալացողներ էին, մեր տուն էին գալիս, մարգարեացել են, որ Աստծո փառքը կերևա։ Ու մենք մեկա սպասում ենք հրաշքի։ Ու որ ինձ ճանաչում եմ, էլի դու այդտեղ ես գնում, ասի այդտեղը որն է։ Բա էլի կարդում եք, էլի ասի այդ իմ կյանքն է, մինչև վերջը պետքա գնամ։ Բա ասում այսքան գնում ես, ինչի երեխեդ ես վիճակին։ Ասի եթե այս կյանքում ինքը ոտքի չկանգնի, ինքը փրկություն ունի, ասի դուք մտածեք, որ աթեիստ եք, չեք ուզում իմանալ, հա մենք է Աստված ունենք, ինչ եք անում, մեռնիմ Աստծուն, Աստված ասի ձեզ համար մեռել է, դուք ում համար եք մեռնում, չէ, մենք սպասում ենք, հավատում ենք ու հույսով ենք։ Տերը ավելի զորացնի ձեզ, ավելի օրհնի, բարձրացնի, որ այդ օրինակն եք լինում շատերի համար, թե ինչպես կարելի է անցնել այդ ճանապարհը եւ երբեք չհանձնվել, միշտ լավատեսությունը պահպանել, գիտեք, այդ ամեն ինչով հանդերձ լինել եկեղեցու ծառայող, ավակ, հոգ տանել ուրիշների համար 33 տարի, աշխատել, կողքից չունենաս արդեն շուտվանից ամուսին, ով որ կարող էր քեզ աջակից եւ թեև թիկունք լինել, բայց Հիսուսը քո թեև թիկունքը եղել է, կա եւ լինելու է։ Ու ինքն է իմ հետ գինա վճարե։ Ես որ աշխատում էի եկեղեցում, առավոտյան 7-ին հելնում էի, իրան է հանում նստացնում էի։ Տղես դպրոց էր գնում։ Ես գալիս էի աշխատանքից, Տեր ջան, քեզ եմ թողում։ Իրան սայլակի մեջ էի նստացնում։ Աջալը փռում էի, ինքը քնում էր սայլակի մեջ։ Մինչև ես գայի, տղես գալիս էր, իրան ամեն ինչը դասավորում ուտացնում էր, ինձ ասում էին ուր ես գնում, ինչ ես անում երեխան, շո ասի ես գնալու եմ, ոչ մի բան չէի լսում, ասում եմ մոն ջան դու ինձ հետ գինես վճարի, ասում եմ մամ գնա դու դրանց մի լսի, ինքը իր մտածելակերպը հիշողությունը շատ լավ է, ես որ մի բան միտեղ դնում եմ մոռանում եմ, արդեն մոռանում եմ, Մոնիկա ուր մի անգամից ասում է Իսկ եղելա որ մոռացել եմ իրան ասեմ, սենց ամ դու ինձի չես ասել։ Ամեն ինչ ինքը գիտի։ Ու մենք հարևաններ ունենք, երկու կողմը շատ երեխեք կան, մի տեղը 7 երեխա է, մյուս տեղը 10 երեխա է։ Ամենքի ծնունդը գիտի սաղ ինձ սենց ամ զանգի սրա ծնունդն է, զանգի նրանցը ու ուշադիր է։ Լրիվ պիտի ես զանգեմ, շնորհավոր եմ։ Փառք Աստծուն, սիրելիներս, տեսեք, մենք հավատում ենք ամենակարող Աստծուն։ Մենք բոլորս էլ տեսել ենք շատ հրաշքներ, շատ բժշկություններ, թե ինչպես մահացու հիվանդություններից բժշկություններ են եղել, անելանների իրավիճակներում Աստված հրաշք է արել, բայց նաև մի բան էլ պետք է մեր աչքերը բաց լինի եւ տեսնել, որ միշտ չի որ խնդիրը մեկ էլ սենց անհետանում ու վերանում է, հասկանում ես, բայց նաև դա էլ է հրաշք, երբ որ Աստծով ամեն օր դու հաղթող ես եւ շարժվում ես առաջ, ամեն։ Դրա համար գիտեք, ոնց որ այս բանը մենք պետքա պահենք մեր կյանքում, հավատքը միշտ կա,
հավատալու հրաշքներին, հավատալու բժշկություններին, հավատալու Աստծո գերբնական դրսևորումներին, բայց նաև պետք է իմանաս, որ կան իրավիճակներ, որոնցում քեզ պետք է նաև Աստծո ուժը, համբերությունը, զորությունը, որ դու կարողանաս ամեն օր արթնանաս, ապրես, արարես, ծառայես, հոգ տանես ու շարժվես առաջ։ Տեր օրհնի, ես ուզում եմ հիմա վերջին խոսքը սենց յուրաքանչյուրի տալ եւ ամեն մեկը ձեր սրտից ինչ կուզենաք փոխանցել մեր քույր եղբայրներին ձեր անցած այսքան տարիների քրիստոնեական կյանքի Աստծո հետ փոխհարաբերության, այսքան հրաշքներ, վկայություններ, Քրիստինա ջան, ինչ կուզես որպես վերջաբան ասել։ Իմ կյանքում շատ հրաշքներ են եղել, դուք գիտեք, ես պատմել եմ, ես 3 անգամ եղել եմ երկնքում, շատ տարբեր ճանապարհներով անցել եմ, անգամ որ երեխա պետքա չունենար, արյան խնդիր եմ ունեցել, ամեն ինչից բոլորից բժշկվել եմ։ Բայց մի բան եմ ուզում ասեմ բոլորին, ունեցեք Աստծո երկյուղ, ամենակարևոր բանը։ Շատ ուխտեր կապեք Աստծո հետ եւ ծոմեր պահեք, որովհետեւ դա շատ ավելի ամոտեցնում Աստծուն եւ ավելի համարձակա դարձնում եւ հեռու է պահում ամեն տեսակի սխալ ճանապարհներից։ Փառք Աստծո։ Սեդա ջան, դու ինչ կասես։ Ես երկնքում դեռ չեմ եղել։ Բայց տեսել եմ հորս երկնքում տեսիլքով։ Ուզում եմ ասեմ, ամեն փորձության մեջ ինձ միշտ ասում են, ինչի՞ վրա ես շփնում, ասում եմ, որտեվ ես Աստված ունեմ հետս։ Բա մենակ ես, ասում եմ, չէ, մենակ չեմ, դուք չեք հասկանում։ Ես մենակ չեմ։ Բայց նաև գիտեք, միասին լինելը, ձեր հետ լինելը, ձեր նման քույր եղբայրներ ունենալը, այն որ ձեր են առնում երբեմն ասում են, թե քո քույրիկ եղբայրները անեն, ասում եմ, տեսեք իմ քույրիկ եղբայրները արեցին։ Կներեք Հովի ջան, այդ 5 րոպե էլ ասեմ, ուրեմն մենք որ հիվանդանոցում էինք, 4 հոգանոց պալատել, ոչ մեկիս ընդմիջում չէին բերում ուտելու բան մամաներին։ Դե մենք էլ երեխա ենք պահում, բայց ուտելել ենք երբեմն ուզում, հավաքել ենք ում մոտ քանի 100 դրամ կա, ասեցինք ում երեխան առաջինը քնի, գնանք սուրճի համար գոնե 2 հատ խնձոր առնենք, բերենք սուրճ խմենք։ Մենք հավաքել ենք գումարը, դրել ենք, որ ում երեխան քնի ու դուրը թակում են։ Բարև ձեզ Սեդանովը, ասում ես եմ։ 2 տոպրակ այդ ժամանակահատվածում ինչ գոյություն ուներ, որ կարելի էր սուրճի հետ ուտել եւ խմել։ Ինձ գալիս է 2 տոպրակ անծանոթ մարդաբերում, ասում ասա Մարինեն աս քեզ փոխանցե։ Ասում եմ, Տեր ջան, շնորհակալ եմ, ես ուզում եի սուրճ խմեմ։ Իմ Տերը ամեն ինչ ապահովեց։ Ու միշտ ամեն բանում իմ Տերը իմ հետ է։ Իմ քույր եղբայրների միջոցով։ Շնորհակալ եմ Փառք Տիրոջը։ Գիտեք, սա էլ է մյուս կողմն է։ Գիտեք, երբ որ մենք կարող ենք տեսնել մեկս մյուսի կարիքը կամ ինչ որ մի ցանկություն, սրտի ցանկություն Աստված խոսա ու մենք հնազանդվենք ու դա անենք։ Գիտեք, ցնծությունն է, դա ոնց որ երկինք ու երկիրը հանդիպեն իրար, այդ նման մի բան է։ Լարիսա քույր, դու ինչ կուզենաս վերջում ասել։ Ես մի բան եմ Մոնիկայի համար ասեմ, ես պայքարում էի, որ երեխես պետքա ոտքի կանգնի։ Հետո որ հավատքի եկա, այդ հրաշքները, Քենեթ Խեյգանի գրքերը շատ եմ կարդացել, այն վաղտը չունեինք ծախու գրքեր, Մոսկվայից էր գալիս այդ գրքերը, ու մենք վերցնում կարդում էինք։ Քենեթ Խեյգանը 16 տարեկան էր, մի քանի դիագնոզ ուներ, ու ինքը որ կարդաց, որ Հիսուսի վերքերով ինքը բժշկված է, ոտքի կանգնեց։ Այդ բաները Մոնիկային բան եմ արել, ոգևորվում է, բան ալնում, հիմա է, ասում շուտ է, արդեն շուտ է, ես ոտքի եմ կանգնելու, ինքն էլ է հավատում։ Հիմա ես լրիվ մաղթում եմ առաջի հերթին համբերություն ու խաղաղություն, եթե ինչ-որ պրոբլեմա գալիս, խաղաղությունը չկորցնեն։ Եթե աղոթում ենք Հիսուսին ենք տալիս մեր պրոբլեմը, եթե խաղաղությունը կորցնում ես, այդ տալ չի, վերջ։ Դրա համար ինչ եղել է, ես իմ խաղաղությունը չեմ կորցրել, ինչ պետք է, ինչ այդ մոմենտին իրան պետք է, ես հասցրել եմ, արել եմ, դրա համար ասում եմ, որ խաղաղություն, համբերություն, ոնց որ Մոնիկան է ասում, օրհնում եմ Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի օրհնություններով։ Այդ իր օրհնությունն է։ Շատ լավ, Փառք Տիրոջը։
Քրիստինա ջան, կարճ եթե խնդրեմ այդ վկայությունն էլ տաս։ Մի հատ հետաքրքիր վկայություն ունի, սա էլ լսենք ու ավարտենք։ Որտեղ որ ես աշխատում եմ, մենք այնտեղ գործարքային մեջ օրավարձով ենք ստանում աշխատանքը եւ այսպես ծրարների վրա ամեն մեկի անունը գրված է եւ ամեն մեկի ծրարը բոլորը դրվում է կասայում։ Մենք ամեն առավոտ գնում ենք, վերցնում ենք մեր աշխատավարձը։ Մի օր գնում եմ ու տեսնում եմ, որ աշխատողներից մեկով միշտ փակում է դուռը, լաց է լինում, հարցրեցի ինչա պատահել, ասում է բա չես իմանում, գողերը մտել են, ամբողջը տարել են։ Համ կասայի գումարն են տարել, աշխատողների աշխատավարձն են տարել, ինչ ենք անելու, ասում եմ լավ, հանգստացի, ես իմ գումարը չեմ ուզում, մնացածի հետ էլ կխոսենք, այդ ամեն ինչը դու դիտավորյալ չես արել։ Ոստիկանները հեսա կգան, արդեն ամեն ինչ ոչ ինչ պետք է անեմ։ Ու այդ պահին ոստիկանները եկան տնօրենի հետ միասին, ասացին, որ այդ գծի վրա բոլոր խանութները, նորաձևության սրահները լի կային, այդտեղ մտել են վարսավիրանոցները, բոլորի գումարները տարել են։ Մարինային հարցրեցին, ինքը մի փոքր պատմեց, ասաց իսկ ով է ձեզանից Քրիստինան, ասացի ես եմ, ասաց դե հիմա բացատրեք ինչու գողերը ձեր աշխատավարձը չեն տարել։ Բացատրեք ինչու գողերը ձեր աշխատավարձը չեն տարել։ Գիտեք, ես սենց հուզվել եմ։ Այդ երևի այն դեպքն է, որ կուզենայր քոնն էլ գողացած լինեին, որ քո վրա կասկածներ չգային։ Ոչ թե նրա համար, որ իմ գումարն են տարել, այլ որ Աստված ինձ հետ է, որովհետև ես հավատարիմ եմ եղել տասանորդի եւ զոհաբերության մեջ առաջին օրվանից։ Երբ որ ես տանում էի աշխատավարձ, բացում էի, ասում եմ, սա տասանորդ զոհաբերություն, մնացածը տեսնեմ ինչ կարող եմ անել։ Ես կանգնել էի ու արցունքներս գնում են ու ոստիկաններին փորձեցի հումորով պատասխանեմ, ասացի ճիշտն ասած գողերը իմ ծանոթներն են, խնդրել եմ իմ աշխատավարձին ձեռք չտաք։ Եվ իրանք հասկացան ու ասացին մենք գիտենք որ դու հավատքի մարդ ես եւ ամբողջ տարածքը ասում էր եթե այս աղջիկա գումարն էլ տանեն, բա ինքը հավատացյալ աղջիկ ու բա որտեղ արդարությունը ու մինչեւ հիմա որ խոսում են ասում են այն Թամարայի մոտի Քրիստինան հավատարիմ աղջիկով ծառայում է եկեղեցում գնացեք իրան հարցրեք ինքը բոլոր հարցերի պատասխաններ ունի հավատքի հետ կապ Եթե գողեր են իրանից վախենում մենք ուրեմն Բարքասոն սիրելիներս, եկեք բարձր ծափարանենք Տիրոջը։ Շնորհակալություն ձեզ համար, որ կիսվեցիք ձեր կյանքից մի փոքր պատմություն, իհարկե շատ վկայություններ կան, շնորհակալ ենք սրա համար։ Տերը ավելի օրհնի ու զորացնի ձեզ։